2024 թվականի նոյեմբերի 28-ին դիմել եմ Երևան Էդվարդ Սայաթնովա 49-ին Եվրոջոբս ընկերությունն մարդկանց աշխատանքի են տեղավորում Եվրոպա աշխատանքի։ Փաթեթը 600,000 դրամ է մոտ։ Պայմանագիր կնքեցինք, որը պետք է ինձ 6 ամսվա մեջ մտցնել դեսպանատուն, հետո Լերաստան աշխատանք էլի տեղավորել։ Մի խոսքով կեղծ թղթեր տվեցին, մտանք դեսպանատուն, դեսպանատանը դա մերժեցին բնականաբար։ Պետք է մնացած գումարը պայմանագրի մեջ նշված է, որ իրանց գործողությունը 120,000 պահեն, մնացած գումարը հետ տան։ Մնացած գումարն էլ որ հետ շտվեցին մի խոսքով։ Ստացական ունենք էլի դիմում ունենք, որ պետք է մնացած գումարը հետ տան։ Մենակ ես չեմ, 10 հոգի դուժողներ կան, դիմել են գլխավոր դատախազին, դատախազը նոր մարաշում քննիչ է նշանակել։ Այսը 3 ամիս ասում է ծանոթում են գրկել, չի գալիս քննիչը։ Նախկինում նոր ենք էլի իմացել, որ այդ կեղծ թուղթ է տվել դեսպանատնից, որ դեսպանը մերժել է, մի խոսքով ինքը նախկինում նոր ենք իմացել, որ միշտ այդպես խնդիրներ ունեցել դուրս է եկել նորից, թե ինձ ձևի ընկելա ոստիկանություն, մի խոսքով օրենքը իր համար ընկելա նորից դուրս է եկել, օրենքը իր համար չի գործում։ Նշեցիք Եվրոջոբ ընկերությունը, հա։ Եվրոջոբ, հա։ Փաստաթղթերը ամբողջովին Եվրոջոբ ընկերությունն է կազմում։ Ու տեղյակ եք նման դեպքեր էլի է եղել։ Հիմքը որն է հանդիսանում, որ մերժում են նրանց, արդյոք կեղծված են լինում բոլոր այդ փաստաթղթերը, որը ներկայացնում է Եվրոջոբ ընկերությունը։ Հիմնական Ռավիրա թերթիկ է բերում, որ աշխատանքի ինչ-որ մի ընկերություն, օրինակ բան որ է ուզում, այդ ինչ-որ օրինակ մեր Grand Candy-ն է, Grand Candy-ից հարցում են անում, ուղղակի կամպյուտերից թուղթ են խփում, բերում են էլի, դեսպանը տենում է, հարցում է կատարում, այդպես մարդիկ ասում են այդպես բան չկա էլի, որ մենք ենք դիմել օրինակը։ Դրա համար մերժում է էլի, կարծում է։ Ձեզ հայտնի է եղել են մարդիկ, որ դիմել են Եվրոջոբ ընկերությանը ու ամեն ինչ բարեհաջող ավարտվել է նրանք։ Չէ, մի խոսքով կարում եք տեսնեք իր Նարեի անունը, սա խենալ որ ճանաչում են, հասիփոս կատարել են, սաղն էլ դժգոհում են, սաղն էլ խափել է, ասում են սա խափաստիպա, YouTube-ով հաղորդում կա Գագիկ Թադևոսյան, ինչ որ ինքը բարիկ է դնում, կարմիր մազերով է էլ միշտ լինում, կներեք այսպես ասում եմ, սև մազերով էլ դուրս է գալիս, ուրիշ անուն ազգանունով, ուրիշ ընկերություն է գնում, նորից մարդկանց է խափում, ես չեմ ասում YouTube-ով կարա գրեք Պետր Վարիքանիսին հաղորդում այդպես տալիս, լիքը մարդիկն են էլ հաղորդում տալիս։ Հիմա մի քանի հոգի նորից դուժող կան, որ ես ճանաչում եմ, իրանց ասելով մի 10 հոգի կա, բայց քննիչը չգիտեմ ինչ, ինձ ձևի պետությունը չի կայնում ոչ ոքի կողք կային, որ ասում են քննվում է, եթե բոլոր փաստաթղթերը կա, այդքան մարդիկ մոտ 1500 եվրո ամեկուց փող ավեկալելու շտվել։ Մեկին դաժե ասելա գնա Վանաձորում խափել է, էլի Վանաձորից է եղել։ Ասելա գնա Վանաձորում նույն այդ օֆիսից բաց, ինձ այսքան փող տուր, փողը տվել է, այդպես մի խոսքով փողը վեկալել է, խափել է չի տվել։ Տարբեր բան է կարամ էլ պատմեմ։ Գլխավոր դատախազին ենք դիմել, գլխավոր դատախազը նոր մարաշ քննիչն է նշանակել մի խոսքով։ Նոր մարաշ քննիչը 3 ամիս քննում, ասում ենք իրանց գրկել եք, ասում է հացանոցում գրկել ենք, չեն ներկայանում։ Բայց ինքը օրինակ երեք չեն միսոր ազատ քաղաքում աներ եկել, տեսնողները տեսել են նորից մի հատ տղու այդպես փող ավեկալել, ինչ արել, որ չգիտեմ այդպես։ Այդ ընկերությունը փաստորեն դեռ շարունակում է գործել, նորից Սայաթնովա։ Չի շարունակվում, ինքը Սայաթնովա 40-ում էր, հետո տեղափոխվեց Երևան Քոչա 17 դրով 1 ասցեյում, հիմա փակված է։ Հիմա փակված է օնլայն անում, ում ուզում է օնլայն խափում է, օնլայն անում, բայց Երևանում ազատ ֆաֆալում 4 հոգով են։ Իրանց գովազները բռնեն ջնջեցին փարկասու, ես մի քանի հատ իրանցից նկարներ ունեմ, փաստաթղթերը բոլոր ունեմ, որ ինչ որ ամենայնիվ իրենց գործունեությունը օնլայն հարթակով շարունակում են, դուք տեսել եք այդ ամենը։ Հա, մի օնլայն անում են։
Հիմա ձեր սպասումները ինչպիսին են դատարանից, հույս ունեք, որ ձեր խնդրին լուծում կտրվի։ Մենակ իմը չէ, որովհետև դա լիքը մարդկանց են դիմել, մարդիկն էլ ասել են խոսքի, որ այդ մարդը ընկելա նորից ոստիկանություն, ոնց հասկացի դա համար օրենքը չկա, էլի խոսքը օրենքը չի գործում։ Օրինակ սա փաստաթղթերը կա, մարդկանցից 1500 եվրո փող ես վեկալում, մարդուն խաբում ես, կեղծ թղթեր ես տալիս, գրածա կբանում քնչականում, որ է դա խաբեբարությունը։ Հիմա դա քննիչ ասում է ծանուցում եմ ղրկում չի գալիս, ծանուցում ղրկելով չի գալով, ուրեմն մի բան կա, չէ, նախկինում էլ այդ գործողություն կատարվել եւ ինքը միշտ այդպես Արոդ հիմա 4 հոգով են, մենակ ինքը չէ էլի։ Այն 4 հոգին էլ դա այն 3 հոգին է գցում են, յանի մենք աշխատող ենք, գործ ունենք նարեի հետ ծերացրելուց։ Բայց ինչ որ գնաց գողություն անես, մեկը ասի ես եմ վեկալը վրեն 4 հոգով էլի։ Հիմա ձեր հետագա քայլերը որոնք են լինելու, եթե այսպես էլի ձեր խնդրին լուծում չտրվի, դուք ինչ գործողությունների եք դիմելու։ Մենակ իմ հույսը, որ ձեր օրաթերթի կամ մի օրաթերթը կայնում է կողքը մենակ իմը չէ, որ գոնե ոնց ասեմ, այնա այդ բանը սաղը իմանան գոնե մի խնդիր լուծում լինի, ոնց հասկացա, թե չէ ոնց հիմա քննիչի թողնենք, հաստատ այդ հարցը իրանց մեջ կփակեն կամ այդտենց էլ կմնա։ Մենակ մեր հարցը լուծումը, որ եթերով ինչ-որ մի բանով, թերթով ինչ-որ մի բանով կայնում այդ կողը, մենք էլ իրանցի շատ շնորհակալ կլինենք, մենակ ես չեմ։